Շատ ուշադիր կրնակ լսեք։ Որը նվիրված է անվտանգային հարցերին, ասուլիսն այն մասին է, որ Հայաստանի Հանրապետություն տեղի ունեցել նոր ներխուժումներ եւ Հայաստանի իշխանությունները թաքցրել են դա մեր հանրությունից։ Եվ հիմա ես փաստերով, կոնկրետ ապացույցներով կներկայացնեմ, թե որոնք են դրանք եւ ինչ անվտանգային մենք մարտահրավերներ ու խնդիրներ ունենք։ Սրանք ուզում եմ նաեւ ասել, բոլորը օբյեկտիվ ապացույցներ են հաստատված արբանյակային լուսանկարներով։ Հիմա առաջինը մենք ցուցադրենք կներկայացնեմ ես Գեղարքունիքի մարզում, մասնավորապես Վարդենիսում տեղի ունեցածը։ Սա սահմանն է հայ-ադրբեջանական, սա ադրբեջանական դիրքն է, որտեղ ներխուժել էին մի քանի տարի առաջ, եւ սա արդեն նոր դիրքի տեղակայում է Հայաստանի Հանրապետության տարածքից ներս ու ներխուժում Հայաստանի Հանրապետության սահման եւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք։ Եվ հիմա կներկայացնենք նաև դրա վտանգները։ Տեսնում եք այս տեսանկյունից, այս դիրքից նույնպես երևում է սա այստեղ այդ նոր դիրքի տեղակայումն է եւ մենք տեսնում ենք արդեն մեր բնակավայրերի համադրությամբ։ Սա մյուս լուսանկարն է, որը, ինչպես ես նշեցի, արբանյակային լուսանկար է եւ սա նոր դիրքն է, ընդ որում տեսնում եք ժամանակահատվածը, մինչեւ հուլիսի 31-ը 2025 թվական այս դիրքը գոյություն չի ունեցել ըստ արբանյակային լուսանկարների։ Եվ արբանյակային լուսանկարներով այս դիրքի տեղակայումը մենք տեսնում ենք տեղի ունեցել ընդամենը մինչեւ օգոստոսի 19-ի դրությամբ։ Եվ այստեղից տեսնում ենք, որ սա մարտական հերթապահություն կրող ադրբեջանական դիրք է, եւ մանրամասն ուսումնասիրության ենք այստեղ կրակային նաեւ այդ թվում խոշոր տրամաչափի զինատեսակների համար նախատեսված կրակային դիրքեր են, խոսքը մասնավորապես վերաբերում է նաեւ նռնականետեր, ականանետեր, այլ խոշոր տրամաչափի 60 մմ-անոց նաեւ ականանետերին եւ զինատեսակների նաեւ հրաձգային հատուկ կետեր են նախատեսված եւ բնականաբար առանձին նախատեսված նաեւ կոմունիկացիաներով։ Սա արդեն այս դիրքից Սոտքի հանքավայր ուղիղ նշանառությունն է 4 կիլոմետր, բայց մինչ այդ հիմա ես ցուցադրեմ նաև մնացած հատվածների նկատմամբ նրանց վերահսկողությունը, այստեղից տեսնում ենք, որ ուղիղ թիրախիտակ է հայտնվել Սոտքի հանքավայրը։